Բարի ու սիրելի հետևորդներ, հուսամ որ բոլորդ լավ եք, ես կոմենտին եմ եկել անդրադառնալ, սիրելի հետևորդ, ուրեմն Աստվածաշունչը բաղկացած է հին եւ նոր ուխտերից։ Սա հաստատավոր Աստվածաշունչն է, որտեղ կան եւ հին եւ նոր կտակարանները։ Սա ուղղակի նոր կտակարանն է Սաղմոսներով, սա փոքրիկ գիրք է, բայց սրա մեծ տարբերակն կա, էլի նոր կտակարան։ Իդեպ, եթե դու կարիք ունես նոր կտակարանի ու դու Եվրոպայում ես ապրում, ես կարող եմ քեզ ուղարկել, դու կարող ես կոմենտով գրել, ես անպայման քեզ կուղարկեմ, եթե դու չունես։ Հիմա ինչպես կարդալ Աստվածաշունչը, եթե բոլորն ասում են սիրելի հետևորդներ, որ նոր կտակարանը ավելի հեշտ է, քան հին կտակարանը, իմ համար տարբերություն չկա, ուղղակի ես մի հատ համեմատություն կանեմ, եթե դու ուզում ես նայել ինչ-որ հեռուստասերիալ, այդ հեռուստասերիալի 5-րդ սերիայից չես սկսում ես սկզբից։ Դրա համար Աստվածաշունչն է լավ կլինի, որ սկսենք սկզբից կարդալ, որովհետև որ հասկանանք առասարակ ոնց է եղել ծննդոց գրքից։ Բայց եթե դու դժվարանում ես, բացի ավետարաններից, ավետարանները սկսվում են Մատթեոսի ավետարանից, նայեք այս ամբողջը հին կտակարանը, այս մի քիչը նոր կտակարանը, որտեղ որ արդեն Հիսուսը եկավ, աշակերտներին բերեց, հետո Պողոս առաքյալը եղավ ու հայտնության գրքով վերջանում է նոր կտակարանը։ Դժվար ոչինչ չկա, սիրելի հետևորդներ, հայերեն է գրված, կարդացեք, խնդրեք Աստծուն, Սուրբ Հոգուն, ասեք, խնդրում եմ Սուրբ Հոգի, բացիր Աստվածաշնչյան գրվածքները։ Եթե մի բանը չես հասկանում, մի կենտրոնացի դրա վրա, թող անցի, ժամանակը գալու, որ այդ գիրը, որը որ գրված է, դու կհասկանաս։ Եվ վերջապես ով ասում, որ մենք պիտի ամբողջը հասկանանք։ Գիտեք ինչքան բաներ կա, որ ես չեմ հասկանում, բայց ես աղոթում եմ դրա համար, Տերը ժամանակին կբացի, Տերը ձեզ առատորեն օրհնի։